Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ին շարունակում է աշխատանքը, եթերում ռևյուն զրուցակիցս այսօր Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավար Նայիրի Սարգսյանն է, բարև ձեզ պարոն Սարգսյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Սարգսյան, դուք մեր տաղավար եք գալիս կառավարության շենքի բակից, որտեղ տնտեսվարողները հերթական անգամ բողոքի ակցիա են անցկացնում եւ իրենք հստակ դրել են մի քանի պահանջներ, որոնք եթե ըստ տնտեսվարողների այս կառավարությունը չիրականացնի, իրենք գնալու են սնանկացման եւ առհասարակ են մանր առևտուր ասվածը, որով զբաղվում էին եւ ապահովում իրենց, դա այլևս երկրում չեն ունենալու։ Ի վերջո ինչ որոշում կայացվեց, եկեք սկսենք այստեղից։ Շարունակական պետք է փոքրի միջի ձեռնարկությունների ներկայացուցիչները շարունակական իրենց ձայնը պետք է բարձրացնեն, այդտեղ շատ իհարկե տեղը հարմար չէր աշխատանքային միջավայր ստեղծելու համար, նախնական պայմանավորվածություններ ձեռք բերվեցին աշխատանքային խումբ ստեղծելու համար եւ պահանջները ավելի հստակեցնելու եւ գործուն դարձնելու վերաբերյալ։ Շատ ճիշտ են իրենց բողոքի ձայնը բարձրացնում տնտեսվարողները, շատ ճիշտ պահանջները ու ընդ որում հստակ ձևակերպում են այդ պահանջները, բայց գործիքակազմի վերաբերյալ կա որոշակի անելիքներ, որովհետև վաղուց հասկացել ենք, որ կառավարության հետ երկխոսության գնալը անիմաստ զբաղմունք է եւ կառավարությանը միշտ պետք է պարտադրել այսինչ կամ այնինչ գործողությունը ի նպաստ տնտեսվարողների, ի նպաստ հայ ժողովրդի, ի նպաստ Հայաստանի Հանրապետության։ Ես գոնե այսպես եմ մտածում եւ այլ բոլոր տարբերակները նաեւ սպառել էին նախաձեռնող ժողովուրդը, ՓՄԶ ասոցիացիան եւ այլն, բոլոր օրինական միջոցներով, գրություններով, հիմնավորումներով, այդ թվում հանդիպումներով եւ ազգային ժողովում եւ կառավարության պաշտոնյաների հետ դրանք եղել են անօգուտ։ Դուք ասում եք շատ ճիշտ են անում տնտեսվարողները, որ պահանջում են, ինչ է ասում կառավարությունը, ասում է ամենևին էլ ճիշտ չեն անում, որովհետև այս մարդիկ ուզում են աշխատել, իրացնել շատ ավելի մեծ շրջանառությամբ ապրանք եւ շատ ավելի քիչ հարկ վճարել, դե գիտեք, շրջանառության հարկը ապա պետական է ըստ այս կառավարության։ Տեսեք, այս խնդիրը տնտեսվարողների համար ստեղծել է կառավարությունը, չէ՞։ Ինչով նկատի ունեք թողելով, որ իրենք շրջանառության հարկի դաշտում աշխատեն։ Շրջանառության հարկը աղավաղելը, աղճատելը, շրջանառության հարկին ապապետական անվանելը եւ շրջանառության հարկի սոցիալականության իմաստը եւ խորությունը չգիտակցելը։ Խնդիր են ստեղծել, որ մարդիկ բարձրաձայնում են, չէ՞ այդ խնդիրը։ Էյնշտեյնը մի հատ շատ լավ միտք ուներ, ասում էր խնդիրը հնարավոր չի լուծել այն նույն մտածողությամբ, որով այն ստեղծվել է։ Հիմա այս մտածողությունից, խնդիր ստեղծող մտածողությունից մենք չենք կարող խնդրի լուծման ակնկալիք ունենալ։ Հետևաբար պետք է լուծումը հստակ ձևակերպենք եւ պարտադրենք, որպեսզի նրանք դա ընդունեն։ Եկեք կոնկրետ թվերով խոսենք, ինչ պետք է անի կառավարությունը, պետք է թողնի, որ 5% շրջանառության հարկ վճարելով շարունակեն աշխատել։ Հարց է 5% դեռևս կարելի է թե ոչ։ Պետք է առաջին հերթին հաշվարկվի արդյունավետ տոկոսադրույքը։ Պետք է անցնի ոլորտային հարկային քաղաքականության սահմանման։ ՓՄԶ ոլորտի համար բաժանի 3 մասի՝ առևտուր, արտադրություն եւ ծառայություններ, ընդ որում կան ծառայությունների ոլորտներ, որոնք որ արդյունք ստեղծող են, կան արդյունք չստեղծող են, օրինակ փաստաբանական ծառայություն, եկեք համեմատենք խաղատնային գործունեության հետ։ Մեկը տուն քանդող է, հաջորդը բիզնեսին ծաղկացնող եւ բիզնեսին խորհրդատվություն տրամադրող է կամ անձանց շահերը պաշտպանություն իրականացնող է։ Արտադրության ոլորտը եւ այսպես շարունակ, այսինքն յուրաքանչյուրի համար հաշվարկ կատարվի առաջին հերթին շահառուների հետ, այսինքն գործունեության այդ տեսակով զբաղվողների հետ, այնուհետև դա տեղափոխվի փորձագիտական հանրության հետ քննարկումներ, այնուհետև գնա որոշումների ընդունման։ Այդ թվում ազգային ժողովում լայն քննարկումների տեսքով։ Տեսեք, վաղուց Հայաստանի Հանրապետությունում ձևական բնույթ է կրում փորձագիտական հանրույթի հետ եւ շահառուների հետ քննարկումները։ Օրինակ ֆինանսների նախարարությունում գոյություն ունի եկամուտների քաղաքականության կատարելագործման խորհուրդ, պետական եկամուտների կոմիտեում գոյություն ունի վարչարության կատարելագործման խորհուրդ։ Երկու խորհուրդներն էլ ուղղակի ֆիկտիվ բնույթ են կրում։ Ձևական բնույթ են։ Կարող են տարվա մեջ 1, մաքսիմում 2 անգամ պետական եկամուտների կոմիտեի դեպքում ֆինանսների նախարարությունը նույնիսկ կարող է 2 տարում մոռանալ դրա գործունեության մասին։ Այս խնդիրը, որը ունենք, դրա հետևանք է նաև, որ իրենք չեն աշխատում։ Այո, չեն աշխատել, այսինքն չեն քննարկել։ Կառավարությունը ասում է քննարկելու բան չունեմ։ Ես ասում եմ, որ դուք այլևս 5% շրջանառության հարկով չպետք է աշխատեք, որովհետև դուք ցույց եք տալիս փոքր շրջանառություն, մնում եք շրջարկի տիրույթում։ Դուք ավելի մեծ կարող եք լինել, ասում է։ Տեսեք, դրա ձևական բնույթը հենց պայմանավորված է այդ ամեն ինչով, որովհետև գալիս է կառավարությունը, ֆինանսների նախարարությանի դեմս կամ պետական եկամուտների կոմիտե եւ ասում են մենք այսպես ենք որոշել։ Փորձագիտական հանրույթը բավականին փաստարկված հիմնավոր խնդիրը գիտակցող առաջարկներ եւ լուծումներ են ներկայացնում, որոնք ասում են մենք չենք կարող, մենք պետք է շրջանառության հարկի վերացման գնանք։
Նիկոլ Փաշինյանը ինչու է համարում ապապետական եւ այդպես կեղծ թեզերով հանդես գալիս, որ սա խոչընդոտում է ձեր զարգացմանը։ Նիկոլ Փաշինյանը կյանքում բիզնես արած կա, բիզնեսը գիտակցում է կամ ներսից պատկերացնում է, դա ինչ է նշանակում, որ մի հատ Նիկոլ Փաշինյանը կարողանա խորհուրդ տա, որն է խոչընդոտում, որը չէ։ Հիմա եկեք գնանք։ Ինքը չկա, մյուսները կան։ Էկոնոմիկայի նախարարություն կա, ֆինանսների նախարարություն կա։ Էկոնոմիկայի նախարարը երբևէ բիզնեսով զբաղված կա։ Կյանքի մեջ բակային փոքրիկ խանութ են հին սովետական միությունից նոր անկախացանք կոմիսիոնիներ էին ասում, կոմիսիոնի աշխատացրած կա։ Արդարացված չէ այդ ձեր մատնանշած մարդկանց պնդումը, որ նույն այս բողոքի ակցիա անողները ունեն ավելի մեծ շրջանառություն, փոքրի տակ թաքնվում են։ Տեսեք, ոչ, կառավարությունը մի մարմին է։ Կառավարությունը պետք է իր սոցիալական քաղաքականությունը եւ տնտեսական քաղաքականությունը փոխկապակցված կազմակերպի եւ կառավարի։ Բայց այս պայմանությամբ կառավարությունում աջ ձեռքը չգիտի ձախ ձեռքի ինչով է զբաղված, այսինքն տնտեսական քաղաքականություն մշակողները կամ բյուջետային քաղաքականություն մշակողները ընդհանրապես տեղյակ չեն, թե սոցիալական քաղաքականությունը ինչպես է մշակվում։ Գոյություն ունի 55,000 փոքր եւ միջին ձեռնարկություն։ Եթե միջինը մենք ընդունում ենք, որ 5 աշխատող կարող է ունենալ, 250,000 աշխատակից ապրում է ՓՄԶ-ի հաշվին։ Փոքր եւ միջին ձեռնարկությունները տնտեսության շունչն են, թթվածնինն են։ Փոքր եւ միջին ձեռնարկությունների գործունեությունը խոչընդոտելը, փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը վերացնելը, տապալելը, պայմաններ է ստեղծում, պարտող է ստեղծում մոնոպոլիայի զարգացման համար։ Մոնոպոլիան տնտեսության համար արդեն խոչընդոտն է, արգելակն է տնտեսության զարգացման, որը հանգեցնում է գների աճի, գործազրկության աճի, կառավարելիության եւ այսպես շարունակ։ Այսինքն դուք նկատի ունեք, որ հիմա այս փոքր բիզնեսով զբաղվողներին, այս առևտրականներին դնելով հարկային բեռի տակ իշխանությունը տանելու այնպիսի քաղաքականություն, որ բերի դա մոնոպոլիաների զարգացման։ Ես այսօր լսում էի բողոքի ակցիա անող կանանց, ասում էին, որ օրինակ էին բերում այդ 8 սուպերմարկետների ցանցը, Նարեկ Նալբանդյանին հիշատակեցին, որ վերջինս 160 սուպերմարկետ է բացում, նրա սուպերմարկետներում հարկային տերոր տեղի չի ունենում, բայց իրենց փոքր խանութներում անընդհատ իրենք ստիպված են պայքարել հարկային տերորի դեմ։ Նպատակը փոքրերին փակել, գնալ խոշորացման։ Նպատակին եկեք անդրադառնանք մի քիչ ավելի ուշ։ Նիկոլ Փաշինյանը նախընտրական ծրագրում, պետության միջնաժամկետ ծախսերի ծրագրում, պետական բյուջեների մասին օրենքներում մենք շատ ենք միմյանց հետ 23 թվականի բյուջեին խոսել 24-25 բոլոր տեղերը ՓՄԶ-ին առանձնահատուկ տեղեր տրամադրված եւ նրանց համար խթանների այդպես ապահովման թերթեր են նույնիսկ գրված, որը ամբողջությամբ տապալվել է։ Որևէ կետ ՓՄԶ-ի ի նպաստ ՓՄԶ ոլորտի չի կատարվում։ Հարկային բեռի ավելացում, հարկային տերոր, այսինքն վարչահարության խստացում, վարկային այդպես անհասանելիություն եւ վարկային տոկոսադրույքների չսպասարկվող մեծություններ, աշխատակիցների կամ աշխատանկազմի ներգրավման բարդություններ, որովհետեւ ՓՄԶ-ն շատ ավելի դժվար է կարողանում աշխատակիցներ գրավի, քան խոշորը, որովհետեւ խոշորը կարող է իրան թույլ տալ ավելի բարձր վարձատրել, փոքր միջինը չի կարող իրան թույլ տալ։ Սրանք բոլոր եթե փոխկապակցում ենք, տանում են ՓՄԶ-ին տապալման։ Հիմա նպատակադրված քաղաքականություն, այսինքն բոլոր կոմպոնենտները, դեռ չեմ ասում ձեռքբերման դժվարություններ, քանակի պատվերների դեպքում խոշոր ավելի էժան կարող է ձեռք բերել, քան փոքր միջին ձեռնարկությունը, փաստաթղթավորման խնդիրներ, խոշորը կարող է իրեն թույլ տալ ունենալ եւ հաշվապահական ստորաբաժանում եւ իրավաբանական ստորաբաժանում, ՓՄԶ-ն չի կարող իրեն թույլ տալ գույքագրումների պարբերական կազմակերպումներ եւ ապրանքանյութական պաշարների հստակ հաշվառումներ, որը ՓՄԶ-ի դեպքում շատ լուրջ բարդություններ է ստեղծում։ Երկու հիմնական բարդություն կարող է լինել կախված ապրանքային դասավորվածությունից եւ փոքր խանութի ներսում եւ պահեստային հատվածում, որտեղ որ փոքր տարածքով գույքագրման դեպքում կարելի ասել ապրանքների միմյանց վրա դնելով դժվար է լինում դրա հսկողությունը պահել։ Գումարած մասնագետ է անհրաժեշտ, որպեսզի կարողանան կամ սարքավորումներ, որպեսզի կարողանան գույքագրում իրականացնել։ Այս բոլոր բարդությունները փոխկապակցելով, այո, տանում է ՓՄԶ-ի նպատակը ՓՄԶ-ների փակումն է։ Հիմա նպատակը ես արդեն հասկացա, այսինքն այս բոլոր կոմպոնենտների հանրագումարը նպատակը ՓՄԶ-ների ՓՄԶ ոլորտի ոչնչացումն է, զարկ տալու համար խոշորի զարգացման։ Նախ խոշորները ավելի կառավարելի են։ Հա, մի հատ դրան հիմա կանդրադառնանք, պարոն Սարգսյան, մեր հարկային հավաքագրումների մեջ ՓՄԶ-ների վճարած հարկերը քանի տոկոս են կազմում։ Ուզում եմ հասկանամ իշխանությունը քանի տոկոս հարկից է ինքը իրեն ուզում զրկել, եթե ՓՄԶ-ներին փակում է։
Վերջին հաշվարկով, որ տեսել ենք, 1000 խոշոր հարկատունները վճարում էին պետբյուջեի մոտավորապես 80%-ը, այսինքն ՓՄԶ-ի վճարած հարկերը շատ փոքր, շատ փոքր, 20 չի կարող ավելի լինել, փոքր, այսինքն մոտավորապես 5-ից 10% կարող է լինել, բայց ավելի հստակ կհաշվարկենք, կասենք, այսինքն այնքան քիչ է, որ իշխանությունը նախընտրում է ինքնել իրենց հետևից փակել տալ խոշորներին։ Որպեսզի ավելի պատկերացնենք, որքան քիչ է, կառավարությունը նպատակ կադրում է տարբեր այդպես հաշվարկներով, հիմնավորման մեջ 18 միլիարդ է գրել, բայց տարբեր հաշվարկներով 13-ից 17-18 էր լինում։ Մոտավորապես մենք դիտարկում ենք դրա միջինը, այսինքն 15 միլիարդ դրամ պետք է հավաքագրի, լրացուցիչ հավաքագրի այս փոփոխությունների արդյունքում, 15 միլիարդ դրամ պետք է հավաքագրի 55,000 ՓՄԶ-ի համար հարկային բեռ սահմանելով, վտանգելով, բայց կառավարության ծախսերը, պահպանման ծախսերը 24 միլիարդ է։ Պատկերացրեցինք։ Այո, երբ դուք ասացիք 55000 մարդ աշխատում է, 55000 մարդ կարող է փակման եզրին գտնվել, որ կառավարության ծախսի մոտավորապես կեսը սպասարկի։ Կեսը սպասարկի։ Դուք այսպիսի մի ձևակերպում օգտագործեցիք, որովհետև խոշորները կառավարվող են։ Այսինքն, խնդիրը ոչ թե տնտեսական է, այլ քաղաքական։ Այն խնդիրը, որ իշխանությունը դրել է իր առաջ, ոչ թե տնտեսական նպատակ ունի, այլ զուտ քաղաքական։ Այո, տեսեք։ Մենք պետք է այս երկու քաղաքականությունները փոխկապակցված դիտարկենք, որպեսզի մեր համար շատ պարզ եւ ընկալել։ Եթե մենք միայն տնտեսական բաղադրիչին կամ սոցիալ-տնտեսական քաղաքականությունն առանձին ենք վերլուծում, քաղաքական բաղադրիչ առանձին ենք վերլուծում, մենք ճիշտ, այսպես ասած, նպատակադրումները չենք կարող հասկանալ։ Հիմա մի բան պարզ է, չէ՞, տարբեր փորձագետներ, տարբեր մեկնաբաններ այսպես ասում են, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական համակարգը տանում է դեպի դիկտատուրայի, ճիշտ է։ Լսել ենք այդպիսի բան, չէ՞։ Քաղաքական դաշտում Ֆրեդմանն է ասել, տնտեսական դաշտում հետևյալն է. փոքր եւ միջին ձեռնարկությունների փակումը կամ դրանց զարգացման խոչընդոտումը հանգեցնում է մոնոպոլիաների առաջացման։ Մոնոպոլիան էլ տնտեսական դաշտի մոնոպոլիան, քաղաքական դաշտի դիկտատուրանն նույն։ Պատկերացրեք, եթե միայն քաղաքական համակարգում, քաղաքական կառուցվածքում փորձում է որևէ իշխանություն հաստատել դիկտատուրա, չի կարող տնտեսական համակարգ չի ենթարկեցնել դրան, որովհետև կոնկրետ Հայաստանի Հանրապետության պարագայում 55000 անձ դա այն թվականակն է, որ իրենց աշխատակիցների հետ զուգահեռ կարող են իշխանությանը պարտադրել։ Կարող է նրանք կրիտիկական զանգված կարող է հավաքվել եւ այսպես իշխանափոխության ընդཐུպ մինչեւ կարող են հասնել։ Հետևաբար պետք է այս հատվածն էլ դառնա կառավարելի։ Հատվածը ինչպես կարող է դառնալ կառավարելի, մաքսիմում բաշխվածությունը եւ թվականակի այսպես զսպումով կան հասնել մոնոպոլիաների առաջացման, բիզնեսների խոշորացման, կառավարելիության դյուրինացման ու այնուհետև գնան դիկտատուրայի հաստատման։ Այսինքն հետևյալն է պատկերը, իշխանությունը ուզում է, որ այս 55000 մարդը փակի իր փոքր խանութը, բիզնեսով չզբաղվի, գնա աշխատի իր սրտի օլիգարխի մոտ եւ աշխատել։ Տեսեք, կամ լքի Հայաստանը կամ գնա աշխատի եւ ենթարկվի հավանական է որ լքի։ Ահա, եւ ենթարկվի Փաշինյանի սրտի օլիգարխների քաղաքական կողմնորոշմանը արդեն։ Տեսեք, ձեր էկրանին նշած է պատկերը կառավարության շենքի առաջ, այս մարդիկ եթե փակում են իրենց բիզնեսները, նրանք չեն կարող այլևս անցնել վարձու աշխատանքի։ Մի քանի հանգամանքներով պայմանավորված։ Առաջին հանգամանքը, որ վարձու աշխատանքի համար հայտարարությունները, եթե չեք էլ տեսել, մի հատ ուղղակի որոնողական համակարգով դիտարկեք, տարիքային ցենզ շեմեր են սահմանում, այսինքն շատ դժվար է լինում նույն տնտեսվարող սուբյեկտի համար փոքր եւ միջին ձեռնարկատվությունում ընդգրկված վարձու աշխատող դառնալ։ Երկրորդ, մարդը դա այսպես ասած իր ռիսկով գնացել է որոշակի քայլերի եւ ստեղծել է բիզնես, դժվար է այդպիսի մարդուն հետ բերել վարձու աշխատանքի դաշտ։ Եվ հաջորդ հանգամանքը խոշորները կարող են իրենց թույլ տալ, ընդ որում աշխարհը արդեն յուրաքանչյուր րոպե է փոխվում, կարող են իրենց թույլ տալ մարդկանց փոխարինելու տարբեր տեխնոլոգիական միջոցներ, ռոբոտներ եւ այլն։ Եթե մենք դիտարկում ենք շատ ավելի արագ զարգացող, շատ ավելի զարգացած երկրների փորձը, տեսեք, սպասարկման համակարգում անձինք պետք չեն այլևս։ Վաճառողներ պետք չեն, որովհետև անձը ինքնասպասարկում է, ինքնակշռում է իրականացնում, ինքնավճարում է իրականացնում, գանձապահ պետք չի, բանկի աշխատող պետք չի, որովհետև կարելի ասել կանխիկ շատ սահմանափակում է, բայց նույնիսկ սահմանափակման պարագայում ինչ որ տերմինալների միջոցով մուտքագրում, ելքագրումը կա, on-line հավելվածներով, ընդ որում տեխնոլոգիական այդպես թվայնացված եղանակով վարկի հաստատող ծրագրային համակարգը կա, մարդ որևէ տեղ պետք չի։ Առաքիչների պարագայում վաղուց արդեն աշխարհի շատ երկրներում ռոբոտներն են առաքումներ իրականացնում, ուղղակի դեռևս զարգացման տեղեր ունեն։ Այսինքն այս բոլոր աշխատատեղերի խոշորը չի կարող իրեն թույլ տալ այլևս
ֆիզիկական անձ, այսինքն մարդու վարձու աշխատող որպես պահի։ Ինքը գնում ավելի մեծ ներդրումներ եւ գնում է ինքնարժեքի վրա ավելի շատ այսպես նվազեցման քաղաքականություն։ Եվ դա բերելու է այս մարդկանց արտագաղթի։ Գործազուրկ մարդ ինչ պետք է անի, պետք է արտագաղթի։ Բողոքի ակցիաների հետ կապված պարոն Սարգսյան կառավարության ապրիլի 11-ի նիստում գործադիրը չզեկուցվող նախագծով ընդունեց մի որոշում, որով բյուջեից 7.3 միլիարդ դրամ են իրենք հատկացրել։ Ըստ ընդունված որոշման այս գումարը կբաշխի առևտրական առք ու վաճառքի գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսվարող սուբյեկտներին որոշումը վերաբերելու է 52,000 կազմակերպության, դրանք այն կազմակերպություններն են, որոնք 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեն ապրանքային մնացորդ, որոնք էլ 2025 թվականի հունվարի 1-ից հետո իրացնելու պարագայում կանգնելու են նոր հարկային բեռի առաջ։ Սարգսյանի շատ ուշադիր հետևում եմ այս բողոքի ակցիաներին եւ տեսնում եմ, որ կառավարության ապրիլի 11-ի այս որոշումից հետո բողոքի ակցիա անողների քանակը կրճատվել է, պակասել է։ Կարող ենք ասել, որ բյուջեից փող հատկացնելով Փաշինյանական կառավարությունը ջլատել է այս ըստ էության շարժումը եւ հիմա փորձում է առանձնացնել առանձին խմբերի հարցը լուծել եւ ի վերջո տանել մարման։ Դժվարանամ այդպես միանշանակ պատասխանել, որովհետեւ բավականին լուրջ ու ինստիտուցիոնալ աշխատանք են կատարել ցուցարարները։ Տեսեք, առաջարկը ձևակերպել են հստակ, նամակը տրամադրել են կառավարությանը, տրամադրել են ազգային ժողովին, ընդ որում տեղի են ունեցել հանդիպումներ ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովում, կառավարությունում, ֆինանսների նախարարությունում եւ այլն, այսինքն բոլոր այդպես օրինական եւ ինստիտուցիոնալ միջոցները այլևս սպառված են։ Սպառվելուց հետո կամ պետք է գնալ կտրուկ պարտադրողական գործողությունների։ Որն է դա։ Դուք այսօր այնտեղ ասացիք, պետք է կառավարության հետ երկխոսել հնարավոր չէ, պետք է պարտադրել։ Ինչպես պարտադրել։ Տարբերակներից մեկը համատարած գործադուլների միջոցով։ Օրինակ ձևավորվի աշխատանքային խումբը թիրախային խմբերի հետ սկսի աշխատանք տանել պայմանավորվածությունների եւ ցանկությունների հստակեցման նպատակով եւ գնան պայմանական 5-օրյա գործադուլի։ Սա տարբերակներից մեկն է։ Շատ բազմաթիվ տարբերակներ կան, բայց դա պետք է ուղղակի քննարկվի նաեւ եւ հաշվի առնվի ցուցարարների ցանկությունները եւ նրանց պատկերացումները, այնուհետեւ նոր որոշում կայացվի, թե որ տարբերակը պետք է գործի։ Շարունակելով այս 7.3 միլիարդի հատկացման հարցը հետեւյալն է վերաբերվում։ Նոր իրավակարգավորմամբ, այսինքն նախկինում էր առևտրական գործունեության մասով մասնավորապես նույն կերպ էր իրավակարգավորում, բայց դուրիքաչափերի բարձրացման պայմաններում առևտրի պարագայում պետք է վաճառքից ձևավորված վաճառքի շրջանառությունից 10% հարկը հաշվարկեն, այնուհետև ձեռքբերումների 9.5% նվազեցում կատարեն, տարբերություն մասը վճարեն պետական բյուջե։ Եվ քանի որ նախկինում եղել են, այսինքն նախորդ տարիներին եղել են ձեռքբերումներ, որոնք որ փաստաթղթավորված չեն եղել, կարող են, գիտեք, տարբեր եղանակներով ձեռքբերումներ տեղի ունենալ։ Օրինակ, մարդը գնացել է ինչ որ գործով Վրաստանից իր հետ բերել է 3 հատ ինչ որ վերնաշապիկը կարող է դնել իր տաղավարում վաճառքի։ Որևէ կերպ չի փաստաթղթերով ֆիզիկական անձի համար կամ գուցե բերել է զավակի համար, մեծ է եղել, փոքր է եղել, դրել է իր տաղավարում վաճառքի։ Սա չփաստաթղթավորման օրինական եւ դասական օրինակ է, որ օբյեկտիվ է, որ փաստաթղթավորում չունի, բայց նաեւ որևէ մեկը չի կարող սահմանափակել նրա վաճառքի իրավունքը։ Այսպիսի բազմաթիվ ապրանքներ կան, որոնք որ կուտակվել են եւ փաստաթղթավորում չունեն։ Եվ ըստ էության դուրս է գալիս, որ վաճառքից 10% հարկը գեներացվեց, նվազեցման որևէ տեսակի պայման չունեն այս մարդիկ, հետեւաբար հարկը իրենց համար ոչ թե ավելացավ, կրկնակի ավելացավ 10 անգամ։ Ընդ որում այդ 10%-ային շեմն է, որը շատ դեպքերում առևտրի, ընդ որում շատ ապրանքների առևտրի պարագայում շահութաբերության մակարդակ կարող է գերազանցի այդ 10%-ի եթե վճարեն, այսինքն գնում են վնասի եւ փակման։ Հետեւաբար կառավարությունը այստեղ պարտավոր էր եւ պետք էր գնալ փոխզիջումների, սրանք են հրատապ հրդեհաշիջման փոխզիջումներից էր, որ անհրաժեշտ էր գնալ, որովհետեւ այստեղ ինստիտուցիոնալ որոշումների կայացումը կամ նրանց այդքանը կառավարության անդամների այդքանը բացատրել, որ պետք է այս որոշումը կայացնի, բայց այստեղ հրդեհաշիջում պետք է լիներ, որովհետեւ արդեն վառվում էր այդքան տնտեսվարողներ կարող են ուղղակի սնանկանալ։ Գնաց այսպիսի լուծման, ժամանակավոր լուծման եւ աշխատանքային խումբը ասացիք ստեղծվել է, պարբերական բողոքի ակցիաները շարունակվելու են։ Կարծում եմ, այո։ Հիմա մեկ այլ թեմայի անդրադառնանք, պարոն Սարգսյան, այս շաբաթ ազգային ժողովը արտահերթ նիստով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց օրենսդրական օրենք, որով հայտարարագրման, պարտադիր հայտարարագրման ժամկետը, համընդհանուր հայտարարագրման ժամկետը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը, այնինչ Փաշինյանը բանավոր ասել էր կառավարության նիստի ժամանակ։ Հիմա օրենքի տեսք ստացավ, սա դեմ ենք հայտարարագրմանը նախաձեռնության առաջին հաջողությունն է թե ոչ, եւ ինչ ենք ունենալու նոյեմբերի 1-ից հետո։
Հաջողություններից մեկն է Հայաստանի ԵՍՄ նախաձեռնության հաջողություններից մեկն ենք մենք դա համարում, որովհետև մինչ այդ երբ որ մենք կառավարությանը այդպես նամակագրություններով դիմում ենք որոշակի գործողությունների իրականացման, այնտեղ էլ որոշակի փոփոխություններ կատարեցին, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում, գյուղատնտեսության արտոնությունը մինչև 26 թվականի դեկտեմբերի 31 հետաձգեցին։ Հետևաբար սա առաջինը չէր։ Ինչ ենք ունենալու նոյեմբերի 1-ից հետո։ Նոյեմբերի 1-ից հետո ունենալու ենք մոտավորապես 700-750 հազար քաղաքացիներ, ովքեր որ հայտարարագիր չեն ներկայացնելու, եւ պետական եկամուտների կոմիտեն իհարկե պետք է վարչարություն իրականացնի։ Սա դասական եղանակն եմ ասում, մենք պատրաստում ենք հոկտեմբեր ամսից կամ միգուցե ավելի վաղ իրավիճակ կգնահատենք, նորից թեժացնենք պայքարը, բայց եթե այսինքն այս իրավիճակով ենք առաջնորդվում, պետական եկամուտների կոմիտեն պետք է ծանուցի մեր հայրենակիցներին եւ տրամադրի 30-օրյա ժամկետ հայտարարագիր ներկայացնելու համար առանց որևէ տուգանքի, այսինքն միայն նախազգուշացում հայտարարելով, որպիսի 700-750 հազար մարդու ծանուցում ուղարկի պետական եկամուտների կոմիտեն, սա նախ նրանց կողմից անհնարին աշխատանք է, որովհետեւ այդքան վարչական ռեսուրս չունեն, որ կարողանան ուղարկեն, բայց պայմանականորեն եկեք ընդունենք, որ վարչական ռեսուրսը բավարարում է, պետեկամուտների կոմիտեն կազմակերպված աշխատում է 2 ամիսվա ընթացքում լավագույն դեպքում կուղարկեն։ Այսինքն կհասնի մինչև դեկտեմբերի 31։ 30-օրյա ժամկետ են տրամադրում, որպեսզի հայտարարագիր ներկայացնեն, սա էլ կգա մինչև հունվարի վերջ։ Հունվարի վերջից հետո պետք է երկրորդ ծանուցումը գա արդեն 5000 դրամ տուգանքով։ Հունվարի վերջից հետո եթե նորից գնում եք նույն տրամաբանությամբ 2 ամիս անհրաժեշտ է ծանուցելու եւ տուգանքի ենթարկելու համար, արդեն գալիս է մինչև մարտի 31։ Եվս 30-օրյա ժամկետ եւ արդեն գալիս է ընտրություն։ Եթե մենք հավատում ենք այն սցենարին, որ իշխանությունները մինչև 26 թվական դեռևս մնալու են, այնուամենայնիվ մոտ կա համոզմունք, որ 26 թվականից հետո այս իշխանությունները չի լինելու իշխանություն եւ նախընտրական ժամանակահատվածում ինքը ուղղակի չի կարող գնալ հայտարարագրերի պարտադրման քաղաքականությամբ։ Այսինքն մի հատ էլ հետաձգում 26-ի մարտից է անելու։ Կարծում եմ կամ հետաձգում կամ չեղարկում։ Մինչև նոր կառավարություն ձևավորվի, իսկ նոր կառավարությունը հույս ունենք, որ արդեն պրոֆեսիոնալ կառավարություն կլինի եւ գնա չեղարկման ու բարելավման այս ծրագիրը։ Որտեղից է գալիս ձեր լավատեսությունը, որ 2026-ից հետո այս կառավարությունը չի լինելու։ Մարդկանց հետ շփումներից, մարդկանց տրամադրվածություններից, Նիկոլ Փաշինյանի քաղաքականություններից ասում են, որ երբ է սա գնալու։ Բայց գետնի վրա process-ներ դուք տեսնում եք, որ կհանգեցնի, կբերի նրան, որ այս իշխանությունը կհեռանա։ Դե մենք շարժվեցինք դասական օրինակով, գետնի վրա process պետք է տեղի ունենա 2026 թվականի ընտրությունների ճանապարհով։ Դա առաջին կանխատեսելի process-ն է, մնացածը կարող են տեղի ունենալ կախված տվյալ պահին իրավիճակների զարգացումներից եւ այլն։ Այս պահին դեռևս չեմ տեսնում, բայց կարող է 5 օր հետո տեսնեմ։ Տեսեք, դուք ասում եք մարդիկ ձեզ այդ շփումներում ասում են երբ է սա գնալու, բայց Նիկոլ Փաշինյանը հենց այդ մարդկանց համար անընդհատ ազգային ժողովի ուղիղ եթերները, կառավարության նիստի ուղիղ եթերները օգտագործում է եւ քարոզ է անում։ Օրինակ ամենավերջի քարոզը, երբ կառավարության ծրագրի 1 տարվա կատարողականի զեկույցներ ներկայացնում խորհրդարանում, ասում էր հետեւյալը. Հայաստանում հեղափոխության շնորհիվ պետական բյուջե է մտել 4.2 միլիարդ դոլար, բա սա ինչ է, թալանը հետ բերել չէ ժողովուրդ։ Նիկոլ Փաշինյանը դասական մանիպուլյացիա է անում եւ շարքային իր սուտն է ամեն օրյա այդպես իր ստերից մեկն է դա։ Նիկոլ Փաշինյանի կառավարման արդյունքում, այսինքն 2018-ից 25 թվականների արդյունքում պետբյուջեի եկամտային մասը ավելացել է 1.5 տրիլիոնով։ Բայց միևնույն ժամանակ պետական պարտքի միայն տոկոսների սպասարկում ավելացել է մոտավորապես 320 միլիարդով։ Այսինքն ինչ տարբերություն մեր համար գումարը գա բյուջե նոր գնա, թե առանց բյուջե մտնելու գնա կամ ընդհանրապես ոչ կա ոչ գնա։ Հետևաբար 1.5 տրիլիոնից 320 միլիարդը հաստատ հանում ենք, այսինքն 1.2 տրիլիոնի չափով է գալիս։ Բարձրացել է տրանսպորտը, բարձրացել է գույքահարկը, բարձրացել է ակցիզային հարկը 800 դրամից 4200 դառնալով, բարձրացել է ապրանքների սակագները, ամենակենցաղային 70% մակարոնեղեն, 30% հացամթերքի այդպես թանկացումներից մինչև էլեկտրաէներգիայի, ջրի սակագների թանկացումներ։ Այսինքն ինքը ոչ թե թալան է հետ բերել, այլ ոչ մի բան չի արել։ Քաղաքացիների համար թանկացումներ է ապահովել։ Հաշվարկով նույնիսկ եթե ժամանակս բավարարի, հաշվարկով կտրամադրեմ Նիկոլ Փաշինյանի իրականացրած չարիքների արդյունքում ավելի շատ նույնիսկ պետք է հավաքագրվել, քան հավաքագրվել է։ Այսինքն այսքանով ինքը արդեն իսկ շատ վատ է արել։ Նախ որ հավաքագրումը ուղիղ ազդել է քաղաքացիների սոցիալական կարգավիճակի վրա, այսինքն շատ ավելի է վատթարացրել նրանց վիճակը, քան լավացրել է, եւ պետական բյուջեի փողերը ծախսվել են անարդյունավետ։
հետագայում այդ մարդկանց այսօրվա հարկ վճարող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեռևս չծնված կամ դեռևս չափահաս չդարձրած զավակների ապագա հարկի հաշվին նույնիսկ պետք է սպարտքը սպասարկել։ Այսինքն ստում է, երբ ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է, որ իրենք 2018-ից հետո Հայաստանի տնտեսությունը աճեցրել են 43.5%-ով։ Իհարկե ստում է։ Հայաստանի տնտեսությունը աճել է Նիկոլ Փաշինյանի կամքից անկախ։ Նիկոլ Փաշինյանը մաքսիմում փորձել է Հայաստանի տնտեսության համար խոչընդոտներ ստեղծել, շատ դեպքերում առարկայական, շատ դեպքերում փորձերը ուղղակի տնտեսության իրական հատվածի, այսինքն բիզնես սեկտորի շնորհիվ տեղի չի ունեցել։ Լավ, այս թանկացումները, գույքահարկի թանկացում, հարկային բեռի ավելացում, ի վերջո Հայաստանի տնտեսության հիմքում կանգնած գործարարներն ինչի առաջ են կանգնեցնում, որքան մարդիկ կկարողանան ձգել։ Հայաստանի Հանրապետության գործարարները արդեն վաղուց շատ երկար ժամանակահատված կապիտալի փախուստ են իրականացնում կամ պլանավորում իրականացնել Հայաստանի Հանրապետությունից, սրանք առարկայական եւ հետազոտված խոսքեր են եւ ոչ թե Նիկոլ Փաշինյանի մակարդակի խոսքեր են։ Տեսեք, Հայաստանում շատ դեպքերում վերջերս բարձրաձայնում եմ 3 շերտի են բաժանում հարկատուներին, ըստ շերտերի ինչ է տեղի ունենում։ Ամբողջ քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության փորձում են հայտարարագրման միջոցով հարկեն եւ տոտալ վերահսկողության տակ պահեն։ ՓՄԶ ոլորտի հարկերը փորձում են բարձրացնել եւ նրանց էլ այդպես վերահսկողության տակ պահեն կամ տանեն դեպի փակման, խոշորի վերաբերյալ անընդհատ հարկային տերորներ ու հարձակումներ են տեղի ունենում։ Օպերատիվ հետախուզական միջոցառումներ, անհարկի հարկային պարտավորության, այդպես պարտադրանքներ, ձերբակալություններ, այդ թվում աշխատակիցների շրջան ձերբակալություններ, այսինքն այս 3 շերտին անընդհատ խոչընդոտելով, անընդհատ հարձակումներ տերորի ենթարկելով, ինչ անում բիզնեսմենը։ Բիզնեսը իր կապիտալը արդեն տեղափոխում է, փախցնում է Հայաստանից, տեղափոխում է այլ երկրներ, ապահովագրում է իրեն, դիվերսիֆիկացնում է, այսինքն կարողանա այնպիսի իրավիճակի կայուն մակարդակի հասցնել արտասահմանյան բիզնեսները, որ Հայաստանի բիզնեսը փակելը լինի 3 րոպեի գործողություն, բանալիով ուղղակի փակի ու գնա Հայաստանի Հանրապետությունից։ Ինչու է Հայաստանի կառավարությունը կտրում այն ճյուղը, որի վրա նստած է այդ դեպքում։ Հայաստանի մենք շատ ենք խոսել այդ թեմայի մասին, Հայաստանի Հանրապետությունը այդ ճյուղի վրա նստած չէ։ Հայաստանի Հանրապետությունը այդ ճյուղից ստացված բարիքներն ու պտուղները փորձում է ընդհանրապես իր վերարտադրության համար օգտագործել։ Այդ թվում դպրոցաշինության ծրագիրը իր ապագա վերարտադրության համար է օգտագործում, ճանապարհաշինությունը իր ապագա վերարտադրության համար է օգտագործում, բայց Հայաստանի կառավարիչները այդ ճյուղի վրա չեն նստած։ Բավոր ճյուղի վրա են նստած։ Տարբեր ճյուղեր կան, որտեղից որ նրանք կարողանում են իրենց ֆինանսական միջոցները հայթայթել։ Հայաստանի ներսից թե դրսից։ Եվ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ զրուցակիցս այսօր Նայիրի Սարգսյանն էր, այսքանը ցտեսություն։